It's been Baku's aspiration in the past 5 years. Եղել է դա ունենալ անխոչնդոտասանելիություն Ադրբեջանի եւ Նախիջևան էքսկլավի միջև ներկայումս եթե ես ճիշտ եմ հասկանում հիմնական բանակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև եւ վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին, վերաբերում են տարբեր հարցերի Հայաստանի հարավի շրջանակային ծրագրի հետ կապված, բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ հաշվի առնելով հատկապես զգայուն իրավիճակը, հասարակությունների զգայուն վիճակը, ունենալ արագընթաց եւ անխոչնդոտ անցում։ Եվ այստեղ հիմնական նպատակն է այնպես անել, որ շահութաբաժիններ քաղի Նախճեվանի բնակչությունը, ովքեր նույնպես դուժել են գրեթե 4 տասնամյակներ տևացակամարտության հետևանքով, քանի որ կոնսենսուս կա Ադրբեջանում, որ իրենք այն է ազգաբնակչությունը Նախճեվանի, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենդները։ Անխոչնդոտ ճանապարհ ինչ նկատի ունեն եւ անձամբ իրենք ինչ նկատի ունեն կամ որ տարածքը նկատի ունեն, երբ որ ասում են Արեմետրյան Ադրբեջան կամ Զանգեզուրի միջանցք։ Բայց կարծում եմ առաջին հերթին հետեւյալը անխոչնդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի, դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին ապահովել այդ գործընթացը մենք չենք կարող ենթադրել կամ հավաստիացած լինել Ադրբեջան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան բանակցությունների պարագայում, այսինքն ժամանակ անցնի եւ ժամանակի մեջ կտեսնենք թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչնդոտ հասանելիություն, արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե արդյոք դա կնշանակի այլ ինչ-որ մեխանիզմ կողմերի միջև դա ապահովելու համար Երբ խոսքը վարում է Թրիփին կամ Զանգեզուրի միջանցքին, ես կարծում եմ Զանգեզուրի միջանցքը ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, չի վերաբերում Թրիփին, դա ավելի լայն, այսպես ասենք, հասկացություն է ու դա պետք է ընկալել որպես այդպիսին։ Ի տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանը ունի ըստիս այլ ընկալում, մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ կերպ են ընկալում։